Մեզ են հասել երկու սկզբնաղբյուրներ, որոնք որ խոսում են Երվանդ առաջինի ժամանակաշրջանի մասին եւ թույլ են տալիս եզրակացնել, որ նա գահակալել է Քրիստոս 550-70-ական թվականներին։ Այդ երկու սկզբնաղբյուրներն են, մեկը Մովսես Խորենացու պատմություն հայոց երկը եւ մյուսը Քսենոփոնի Գյուրոպեդիա աշխատությունը։ Քսենոփոնը հույն հեղինակ էր, որ ապրել է Երվանդից մոտավորապես 170 տարի հետո եւ իդեպ այդ ժամանակ այցելել է Հայաստան։ Այս անձնավորությունը առավել հայտնի է մեր հեռուստադիտողներին իր մեկ այլ աշխատությամբ, Անաբասիս կամ նահանջ-բյուրոց աշխատությամբ, որից այժմ խոսենք Երվանդ առաջինի ժամանակաշրջանի մասին։ Նրանից քիչ փաստեր են հայտնի եւ մեր պատմահայրը նրան անվանում է Սակավակյաց կարճ կյանք ունենալու պատճառով եւ հայտնի է, որ նրա որդիներն են եղել Տիգրանը, ապագա Տիգրան Երվանդյան արքան եւ Շավարշը։ Գյուրոպեդիա աշխատության մեջ ներկայացվում են Հայաստանի փոխհարաբերությունները հարևան Մարաստանի թագավորության, ինչպես նաեւ նոր բարձրացող թագավորության Պարսից թագավորության արքա Աքեմենյան արքա Կյուրոս Մեծի հետ։ Եվ այս հարաբերությունների նկարագրությունը շատ հաճախ կրում է նույնիսկ միջանձնային հարաբերությունների ներկայացման բնույթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։